Առևտրի ծառայությունների և գովազդի վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 75 ներկայացնել տեղեկատվություն Երևան քաղաքում առանց համապատասխան թույլտվության տեղադրված ավտոմատ սարքավորումների ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ 08-12-25 թվականի դրությամբ GIS Երևան.am էլեկտրոնային համակարգում առկա է եղել հաշվառված առանց թույլտվության 961 հատ ավտոմատ ինքնասպասարկող սարք, 20.02-26 թվականի դրությամբ առկա է առանց թույլտվության 477 հատ սարք, որից 16 հատ Աչափնյակա վարչական շրջանում, որից 6 հատը ներկայացվել են դիմումներ կամ քննարկման փուլում են, 22 հատ Ավան վարչական շրջանում, որից 3-ը ներկայացվել են դիմումներ կամ քննարկման փուլում են, 36 հատ Արաբկիր վարչական շրջանում, որից 27 հատը ներկայացվել են դիմումներ կամ քննարկման փուլում են, 23 հատ Դավթաշինում, որից 8-ը ներկայացվել է դիմումներ, 51 հատ Էրեբունի վարչական շրջանում, որից 6-ի վրա կազմվել է արձանագրություն, 11-ը քննարկման փուլում է, 109 հատ Կենտրոն վարչական շրջանում, որից 17-ը քննարկման փուլում է, 112 հատ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում, որից 7-ի վրա կազմվել է արձանագրություն, 28-ը քննարկման փուլում է, 15 հատ Նոր վարչական շրջանում, որից 8 հատի վրա կազմվել է արձանագրություն, եւս 5-ը քննարկման փուլում է, Նոր Մարաշում 0, Նոր Մարաշի վարչական շրջանում 9 սարքավորում, որից 2-ը քննարկման փուլում է, Շենգավիթ վարչական շրջանում 68, որից 10 հատի վրա կազմվել է արձանագրություն, 14-ը քննարկման փուլում է, Քանաքեր Զեյթունում 16 ավտոմատ սարքավորում, որից 4-ը գտնվում է քննարկման փուլում։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան, ընդամենը 468 սարքավորում է մնացել հարգելի գործընկերներ, ովքեր որ դեռևս գրանցում չեն ստացել, բայց արդեն շատ ժամանակ անցավ կարծում եմ, եւ եթե ասենք մարտ ամսվա ընթացքում էլ վերջնական չի լուծվում, պետք է խնդրեմ արդեն պարոն Բաբայանը իր թիմով գնա եւ հավաքի այդ բոլոր սարքավորումները եւ արգրավի տանի միտեղ պահի վերջ ստումա տենց էլ սենց կամփոփենք ամբողջական այս պատմությունը, չնայած որ ունենք 2202 գրանցված սարքավորումներ եւ սիրելի երևանցիներ, ուզում եմ իմանալ, որ ամսական Երևանի բյուջե մտնում է 42 միլիոն 358 դրամ միայն այս սարքավորումներից եւ ուզում եմ իհարկե տեսել եմ նաև որ որոշ լրատվականներ իրենց են վերագրում այս ձեռքբերումը, ես ուրախ եմ, թող իրենցը լինի նաև, բայց ամենակարևորը որ Երևան քաղաքի բյուջեն է ստանում այս ֆինանսավորումը եւ կարծում եմ սա կարևոր աշխատանքներից մեկն էր, որը նաև պարոն Գրիգորյանը, Սուրեն Գրիգորյանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք, գնացինք օրենքում փոփոխություններ կատարեցինք, այս հնարավորությունը ստեղծեցինք, փաստացի եւ սկսեցինք հավաքագրել այս գումարները։